Ինչպես նշեցինք, կեղծիք տարածելու արատավոր սովորույթից Ադրբեջանը չի հրաժարվում, պարզապես այս անգամ թիրախում միայն Հայաստանը չէ։ Վերջին օրերին ադրբեջանական մամուլը մեծ արագությամբ տարածեց լուրն այն մասին, թե իբրև չինական պատվիրակության ղեկավարը Բաքվում խոսել է Զանգեզուրի միջանցքի գործարկման մասին, ավելին շեշտադրել դրա ռազմավարական մեծ նշանակությունը։ Արդյոք իսկապես Չինաստանի ներկայացուցիչները օգտագործել են Զանգեզուրի միջանցք եզրույթը, ինչպես են արձագանքել Չինաստանից Բաքվին, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այն, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցել է Բաքվում կայացած խորհրդաժողովին, դա փաստ է, բայց արդյոք եղել է անդրադարձ Զանգեզուրի միջանցքի թեմային։ Ադրբեջանական մամուլը մեծ ու ցնցող վերնատառերով, գլխագրերով տարածեց լուրը, որի սկզբնաղբյուրը Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունն էր։ Սպուտնիկի հոդվածում լրագրողը պնդում էր, թե Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը, ինչպես նշեցիր, մասնակցել է Բաքվում խորհրդակցության, որի ընթացքում ըստ Սպուտնիկի աղբյուրի Զանգեզուրի միջանցքի գործարկմանն է անդրադարձել եւ նշել է, որ սա շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի եւ ավելի կամրապնդի Եվրոպա-Ասիա կապերը։ Այս բովանդակությամբ հոդվածը բնականաբար արտատպվեց ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներում, բայց դրանով չսահմանափակվեց այս կեղծ լուրի տարածումը, որովհետեւ այն արտատպվեց նաեւ հայկական մեդիատիրույթում եւ այնքան տարածվեց, որ պարզապես Չինաստանից ստիպված եղան հերքել այս լուրը։ Ինչպես եւ տեսանք արդեն Հայաստանում Չինաստանի հավատարմատարը անդրադարձավ տեղի ունեցածին կամ տեղի չունեցածին, իրականում որովհետեւ այս հարցը չէր քննարկվել խորհրդակցության ընթացքում, Չեն Մինգը, ինչպես նշեցի հավատարմատարը Չինաստանի Հայաստանում, վստահեցրեց, որ իր գործընկերները Բաքվում իսկապես անդրադարձ չեն կատարել Զանգեզուրի միջանցքին եւ դրան հարող որևէ թեմայի։ Այսինքն խորհրդակցությունները այո եղել են տարբեր միջանցքների ճանապարհների մասին, բայց Զանգեզուրի միջանցքի մասին որևէ խոսք չի եղել։ Նա պարզաբանեց, ես մեջբերեմ անմիջապես իր խոսքից, Բաքվում չինական պատվիրակությունը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության տարածման եւ զարգացման հարցը եւ չի քննարկել կամ որևէ կերպ անդրադարձել Զանգեզուրի միջանցքի հարցին այդ համաժողովում։ Այսինքն փաստացի հերքվում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը։ Դիվանագետը նաև պնդել է, որ լրատվամիջոցում արկա տեղեկությունները որևէ կերպ տարածվելու իրավունք չունեն եւ դրանք պարզապես հակասում են Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը եւ որևէ կերպ չեն արտացոլում այն դիրքորոշումը, որն ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված Չինաստանի պետությունը եւ ղեկավարությունն ու իշխանությունը։ Անդրադառնալով մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը, դիվանագետը նշում է, որ նրանք դրանով նաև նպատակ ունեն խաղաղությունն ամրապնդելու մեր տարածաշրջանում, որովհետև նաև գիտենք աշխարհաքաղաքական հարցերից ելնելով Չինաստանին էլ բացարձակ ձեռք չի տալիս մեր տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը եւ հնարավոր պատերազմը։ Չինական կողմը ի դեպ չի միջամտելու երկրների ներքին գործերին, այս հայտարարությունը եւս արել է հավատարմատարը եւ որպես Հայաստանի բարեկամ գործընկեր մենք շահագրգռված ենք շարունակել եւ խորացնել երկկողմ գործակցությունը։ Նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարցի Չինաստանը չի խանգարելու, չի խառնվելու եւ այլ կողմի դիրքորոշմանը չի նպաստելու։ Լավ, իսկ ադրբեջանական կողմը ինչպես է արձագանքել Չինաստանի հետ։ Որքան էլ զարմանալի է, ադրբեջանական մամուլից հեռացվեցին կեղծ լուրի հետ կապված բոլոր հոդվածները գրեթե, մի քանիսը անձամբ ստուգել եմ եւ պարզապես այլևս արկա չեն։ Գուցե կան սունկ կայքեր, որոնք կամ տելեգրամյան ալիքներ, որոնք դեռ շարունակում են տարածել, բայց գլխավոր հեղինակը Սպուտնիկը եւ մնացած ավելի հայտնի լրատվամիջոցները պարզապես հեռացրեցին այդ լուրը։ Ադրբեջանական հերթական արշավի նպատակը նորից Զանգեզուրի միջանցքի թեման օրակարգ բերելն էր, այս անգամ թիրախավորելով Չինաստանին եւ հղում անելով Չինաստանին, այսպես ասած գցելով իրենց վրա, բայց չստացվեց, քանի որ ստացավ արժանի պատասխան։ Սրան զուգահեռ ես նշեմ, որ 3 ապրիլի 6-ին Հայաստանը եւ Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը, բավականին խորհրդանշական թիվ, չինական կողմի բնորոշմամբ հայ-չինական
հայ-հայաստան բարեկամական հարաբերությունները զարգանում են արագ, կայուն եւ առողջ։ Ինչի մասին վկայում են երկկողմ գործակցության տարբեր արդյունքներ, որոնցից հատկանշական է եւ առանձնացրել եմ նախորդ տարի Հայաստան, Չինաստան եւ հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթների մեկնարկը, ինչը ել ավելի սերտացնում է բարեկամական հարաբերությունները եւ նաեւ քաղաքացիների միջև ուղիղ կապ է հաստատում։ Հուսով եմ, որ ճանապարհների, ենթակառուցվածքների, միջին միջանցքի առումով եւս մեր գործակցությունը կխորանա եւ մենք դուրս չենք մնա այդ ծրագրից։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։